Եթե հավատք չկա, ուրեմն հաճություն էլ չկա, Աստծո հաճությունը չկա իմ կյանքի մեջ։ Աստված ինձ չի հավանում առանց հավատքի։ Հավատքով ես դու եւ ես Աստծուն հաճելի լինում։ Եվ տեսեք, եղբայրներ, քույրեր, ես կուզեմ ուղղակի հիշեցնել ձեզ այն խոսքը, որ գրվում է հավատքը որտեղից է։ Եթե չեմ սխալվում, Հռոմեացիս գրքի մեջ է գրում, ասում է հավատքը լսելուցն է։ Լսելն էլ Աստծո խոսքից։ Այսինքն մենք հասկանում ենք, այդ հավատքն էլ իմ մեջ Աստծո խոսքն է բերում։ Աստծո խոսքն է քո մեջ հավատք առաջացնում։ Եվ այդ խոսքն էլ քո մեջ ներգործում է, որ կառուցվի Աստծո կամքը քո կյանքի մեջ։ Եվ սա համար եղբայրներ, ինչքան կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք Աստծո խոսքին։